Լիլիթ ջան, ես հասկանում եմ, որ Սոնան քո ընկերուհին է ու դու ամեն ինչ պիտի անես, որ իրան պահես։ Բայց հավատա, ես այդ պահը չի, եթե ինչ-որ մի բան գիտես, ինձ ասա, ես իմանամ։ Ազնիվ խոսք չգիտեմ, եթե իմանայի հաստատ կասեի։ Սոնայի հետ խոսել եմ, հասկացել եմ, որ շատ տխուր ու անտրամադիր է։ Մի երկու բառ ենք խոսել, երևի ուզում եմ մենակ մնալ։ Հասկացա, որ վռամից բաժանվել է։ Ես չեմ էլ հասկանում, ինչ ա գտել այդ ռոբոտի մեջ։ Ու ոնց կարելի է իր համար տառապել։ Աստված գիտի, թե ինչ անկերուից գտել դրա մեջ։ Իսկ դու սուրճը քաղցրես խմում թե դառը։ Չեմ խմում։ Այս մեր գործի լավը գիտես որն է, որ մենք քաղցրի պակաս ընդհանրապես չենք ունենում։ Ես էլ ամեն մեկին իմ քաղցրավենիքից չեմ հյուրասիրում, այնպես որ Լիլիթ ջան, ապրես, չեմ ուզում։ Ծարավել չես։ Դե նկատի ունեմ շոքա, ջուր կխմես, ինչ հյուրասիրեցիր, հրաժարվեցիր։ Հա, լավ ջուր կխմեմ։ Դուր ես կդնեմ։ Ես զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Բայց հենց քո հետ կապի դուրս գա, ինձ անպայման ասա, հա։ Որ չզանգի էլ ես քեզ կզանգեմ։ Դե նկատի ունեմ, որ քեզանից լուր իմանամ, էլի։ Սպասի։ Պապայից զանգել ես։ Հա, նորմալ է ամեն ինչ։ Բա ուր էիր։ Ընդամենը ուզում էի մենակ մնալ։ Կարաս ինձ նայես։ Սոն, Ես ամեն ինչ հասկացել եմ։ Ամեն ինչ վերջացած է։ Քեզ էլ եմ հասկանում, պապային էլ։ Բայց այսքանի մեջ մի բան եմ ընկալել, որ ինձ հասկացող չկա։ Ես իրավունք չունեմ իմ զգացածի մասին խոսեմ։ Բայց կթողնեք ես ինձ վատ զգամ գոնե։ Կթողնեք գոնե այդ իրավունքից օգտվեմ։ Հայկ, դու իմ ախպերն ես։ Ես այդ փաստը չեմ կարա փոխեմ։ Բայց ամեն ինչ կանցնի։ Կանցնի կգնա, ուղղակի դրա համար ժամանակ ա պետք։ Հիմա այդ անհնար է։ Այսքան հեշտ չի մոռացվի։ Սոնա ջան, ես քեզ երեք այդքան բացատրեցի, չէ՞ որ ես այս ամեն ինչի հետ կապ չունեմ։ Այս իմ թեման չի, իմ համար չես անում դու ինչ որ անում ես։ Այստեղ մի հատ շատ լուրջ ուրիշ պահ կա։ Բայց դու ոնց որ չես հասկացել այդքան բանը։ Հայկ, արդեն ասեցի, որ հասկացել եմ։ Ուշացել եմ, պետքա գնամ։ Ալո։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է ամեն ինչ։ Լանը ինձ պետք չի փրկել։ Եթե կարիք լինի, կասես, որ պատահական եք հանդիպել։ Չգիտեմ, ես եմ եկել հետևիցդ կամ ինչ-որ մի ձև հանդիպել ենք։ Բայց նորից եմ ասում, ինձ փրկել պետք չի։ Կարևոր չի, թե ինչ կասես իրանց։ Հայկ, ես սովորություն չունեմ իմ արածները ուրիշի վրա բարթելու։ Էս այդ դեպքը չի։ Ես էլ Արմոյին 5 մատից պես ճանաչում եմ, Նարէ։
Դու գիտես, որ ձեր ընտանիքը իմ թեման չի։ Ուղղակի իմ անունը շոշափվում ա տեղ, դրա համար եմ ես խառնված։ Ու դու էլ ինձ կանչել ես քրոջս թեմայով, դրա համար եմ ես եկել։ Նենց որ կասես, որ ես եմ հետևից եկել։ Այդքան բան։ Կարելի է։ Քեզ քաղցր եմ բերել։ Հիշում եմ, որ փոքրուց շատ ես սիրել քաղցր բաներ ու միշտ բարձիդ տակ քաղցր էիր պահում, գիշերներն էլ թաքուն ուտում էիր։ Սոն ես չեմ եկել, որ երկար մնամ ու քեզ խանգարեմ։ Ես տեսնում եմ, որ դու քեզ վատ ես զգում ու շատ եմ տանջվում դրա համար, բայց պիտի հասկանաս, որ հիմա քեզ միակ օգնողը դու ես։ Ու քեզ պիտի օգնես այդ ընտանիքից հեռու մնալով։ Գիտեմ, Հայկ։ Չեմ ասի, որ իմ համար հեշտ է, բայց կանցնի, էս էլ կանցնի։ Ոնց որ ասում են, ամեն ինչն էլ անցողի կա։ Սոն մի բան։ Վայ Հայկ ջան։ Շատ անսպասելի այց էր։ Հա, Լիլիթ ջան, արդեն գնում եմ։ Վայ, բա ինչի ես քան շուտ։ Սուրճ, թե ինչ կուզես։ Կուզեք մի հատ համով բան կազմակերպեմ։ Հես մի գնացեք ես եկա։ Այս աղջիկը ինչի է ինձ ամեն տեսնելուց մտածում, որ ես կամ սոված եմ, կամ էլ ծարավ։ Չգիտեմ։ Պատվիրել եմ, հեսա կբերեն։ Ինչ որ պատվիրել ես, դուք անուշ արեք, ես արդեն գնամ։ Ես էլ քեզ Լիլիթ ջան։ Էսի ինչ է, ուզում էր ասել ձեռքերս լվանամ միջև հաց ուտելը։ Ոյ մամա ջան։ Խայտարակ եղա։ Վայ Լիլիթ։ Հայջան, դրանց ոնց ես մեծացել, որ արդեն իրար հետ կոֆե ենք խմում։ Եվ քո համար կամպոտ էի, բերում հիմա կոֆե։ Դու ես եկել։ Բայլո, Սոնան ընկերու տանն է։ Դեռ ասում եմ, բայց ճիշտ արեցիր, որ թողեցիր գնա այսօր մնա Լիլիթի հետ։ Ազնիվ ասած չէի ուզում թողեի։ Հետո ասի չէ, թող գնա, թող մնա, մի քիչ ընկերու հետ շփվի, սիրտը բացի։ Ինչքան էլ հերն եմ, մեկ ընկերու հետ շփվել ուրիշ է։ Այսօր գնացել էի մոտը։ Եվ շատ հանգիստ էր ու ուրախ։ Քեզ էլա չէ տարօրինակ թվում Սոնայի հետ պահվածքը։ Ինձ թվում էր ավելի նորմալ կլիներ, եթե Սոնան ինձնից նեղացած լիներ ու չուզեր հետս անգամ մի բառ խոսար։ Բայց նենց տպավորություն ա, որ ուղղակի չի խոսում, որ թեման փակի։ Իբր ամեն ինչ շատ լավ ա ու ինքն էլ համակերպվել ա, բայց մեկը իմ համար տարօրինակ ա, չգիտեմ։ Առաջին հայացքից նորմալ խոսակցություն էր, բայց մեկը սիրտս անհանգիստ ա։ Իմ ընտանիքի պատճառով այսօր քո աղջիկը վատ ա, բայց դու ամեն ինչ անում ես, որ ես մի վարքյան ինձ վատ չզգամ։ Ճիշտ է, ասում եմ ու հասկանում, թե ինչքան սխալ բան եմ հիմա ես խոսում, բայց ես այս տանն եմ մեծացել։ Ու դու երբեք նենց չես արել, որ ես կամ էլ Միքոն ինչ-որ տարբերություն զգանք։ Երեքիս էլ հավասար ես նայել ու վերաբերվել։ Քերի, ես միշտ քեզնից ավելի շատ սեր եմ ստացել, քան հորիցս։ Հայկ ջան, իսկ ինչի պետք է տարբերություն դնեի։ Դուք երեքդ էլ իմն եք։
Ճիշտ է, իմ արունը չեք, բայց իմ երեխեքն եք, իմն եք։ Դու իմ տղեն ես, ցավը